լավ մի հատ ստեղ էլ արագ ասնենք էլի 37 թվին հիմնված քաղաք, հետո ինչ դեպքեր կան որ գհիշենք մենք Գյումրու Քաղաքը ավելի շուտ պետք է հիմնված լինի, որովհետև քաղաքը հիմնողները գաղթականներն էին, Արևմտյան Հայաստանի քաղաքներից եկած գաղթականներ։ Այսինքն լավ, սպասենք, եթե 1804-ից 7 թիվը արդեն միացել է Ռուսաստանին, այդ գաղթը սկսվել է 20 այդ ժամանակ գաղթ չկար։ Բայց երբ է սկսվել գաղթը։ Գաղթը մենակ Ադրիանապոլսի պայմանագիրը կնքելուց հետո 29 թվին 1829 թիվ։ Դից հետո մոտ 100,000 արևմտահայ գաղթականներ եւ քաղաքային բնակչություն եւ գյուղական բնակչություն։ Գյուղական բնակչությունը պարզ է դադարք գյուղեր կային։ Ադրիանապոլիսի թե Թուրքմանչայի պայմանագրով յետեկան, որտեղ այնտեղ կետ կար, չէ, Թուրքմանչայի։ Թուրքմանչայով էլ եկան պարսկահայեր։ Հա, դեղից Իսկ սրանք արևմտահայեր են, թուրքահայեր են։ Հա։ Մեր բանը քաղաքի հիմնական բանտվողը Արևմտյան Հայաստանի եւ Փոքր Ասիայի քաղաքներից եկած հայ արհեստավորներն ու առևտրականներն էին։ Իրանք են փաստորեն քաղաքը հիմնադրել։ Հա, Էրզրումի, հա։ Դե կայսերը ինչի բանը գյուղին քաղաքի ստատուս տար։ Տեսել որ քաղաքատիպ բան են սարքել։ Հա։ Տվել է Չէ, բայց կար, չէ, գեներալնի պլան ունին քանի հատ։ Հետո է եղել այդ բոլորը։ Գեներալնի պլան բան հետո։ Размещение русского гарнизона կար պլան, չէ, դիսախ բան է, քանի հատ է եղել գեներալնի պլան, 4 հատ։ Գարնիզոնները։ Չէ, գեներալնի պլան 1800 թվերին քանի հատ է եղել, մե 3-4 հատ եղել է, ես գիտեմ։ Բայց քաղաքը որպես քաղաք հիմնադրել են բան Արևմտյան Հայաստանի քաղաքաբնակները։ Այսինքն 28 թվից մինչև 37 թիվը շինարարություն է արդեն ստեղ եղել, հետո ցայնոր եկել է տեսել է ինչ։ Տեսել է որ արդեն քաղաքատիպ բան է։ Հա։ Նոր տվել է ստատուսը։ Հա, պլան են կզե։ Ահա։